Սասունն ու Աննան եթե միասին տեսախցիկի առջև չխոսեին, հաստատ մեկը մյուսին չէին պատմի, որ 20-ից 30 տարի առաջ նույն արփագետում խեղդվելուց են փրկվել։ Վայոց Ձորցի ամուսինների աչքով հիմա այդ դաժան պահերն անցան մեկ ակնթարթում։ Մի հատված կար, որտեղ ջուրը պտույտ էր տալիս, ես պատահական ընկա այդ հատվածը եւ էլի խեղդվում էի։ Չէի պատկերացնում, որ խորները դες միամիտ ընկա, բայց ես իմ կոդով էլ հելել եմ։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյան խորը հոգոց հանեց, երբ խնդրեցինք վիճակագրություն ներկայացնել, թե անցած 1-2 տարիներին եւ այս տարվա առաջին ամիսներին քանի այսպիսի ողբերգական դեպք է արձանագրվել ջրային տարածքներում։ 15 մահվան դեպք միայն 2023-ին է արձանագրվել, ամենաշատը վերջին 3 տարիների ընթացքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ջրամբարներում, լճերում ու գետերում 2022-ին 9, 2024-ին 8 մահվան դեպք է արձանագրվել։ Յուրաքանչյուր տարի փաստորեն մենք ունենում ենք զոհեր։ Վիճակագրական թվերն էր ներկայացնում Արսեն Սարոյանը, ներքին գործերի նախարարության աշխատակիցները նոր ահազանգ ստացան։ Գեղարքունիքում Մասրիկ գետում հայր եւ որդի են խեղդվել։ Այս տարվա մահվան 3 դեպքերին եւս 2-ն ավելացավ։ Մեկ զոհ գրանցվել է Երևանյան լճում, տղամարդ, եւ մեկ զոհ գրանցվել է Շիրակի մարզում եւ մեկ զոհ էլ այլ տեղում է գրանցվել։ Մայիսի 13-ին համացանցում տարածված կադրերն են։ Լուսաղբյուր գյուղի Սմավերդի կոչվող լճում քաղաքացին ջուրն է սուզվել եւ դուրս չի եկել։ Փրկարարներն ու ջրասուզակը երկար աշխատանքից հետո հայտնաբերեցին քաղաքացուդին, դուրս բերելով ափ։ Շատ հաճախ քաղաքացիները լողալ չիմանալով նույնիսկ ալկոհոլի ազդեցության տակ մտնում են գետերը, լճերը եւ ջրամբարները, վտանգելով իրենց կյանքը։ Այսպիսի երևույթները երբեմն ողբերգական ավարտ են ունենում։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ խեղդվում ջրահեղձ են լինում ջրամբարներում։ Կարելի ասել, հանրապետությունում տիղմով պատված ջրամբարները ողբերգական պատահարների պատճառ են դառնում։ Այո, ջրամբարները մարգելված է լողալը։ Ես ինչպես նշեցի, միայն ու միայն այն վայրերում, որտեղ որ դրա թույլտվությունը կա։ Բայց արի ու տես, որ ոչ բոլոր ջրամբարների հարակից տարածքներում է, որ լողալն արգելված է։ Նախազգուշացնող վահանակներ երբեմն չես էլ տեսնի։ Այդպիսի ջրամբարների տարածքը հսկող պահակակետերի առկայությունը պարտադիր է։ Տեսահսկող տեսախցիկները եւս։ Մենք տեսնում ենք, որ կան դիտարկման կետեր, դերևս մինչև Հայաստանի անկախությունն է կառուցվել, այնտեղ կան դիտարկման կետեր եւ շատ դեպքերում այնտեղ մարդ չենք տեսնում, այսինքն կառուցված ինչ որ կոնստրուկցիաներ կան, այն ցուցանակները, որ նույնիսկ եթե ինչ որ ջրամբարի մոտ տեղադրված կան, դա դերևս ոչինչ չի նշանակում, որովհետեւ մարդիկ շատ դեպքերում համոզված կամ վստահ լինելով սեփական ուժերի վրա գնում են էլի ինչ-որ գործողություններ ան։ Եվ ամենակարևորը, հատկապես վտանգավոր լճերի եւ ջրամբարների դեպքում պետք է հերթապահեն նաեւ փրկարարները։ Պետք է անընդհատ շրջող հաստիկներ լինեն, մարդիկ լինեն, աշխատակիցներ լինեն, որոնք այդ ամեն, եթե արգելված չի տվյալ ջրամբարի շուրջ մարդկանց կուտակումները, եթե տվյալ ջրամբարը այն տեսակի է, որ ուղղակի արգելված է մարդկանց մուտքը, ապա դրանց անվտանգությունը պետք է ուժեղացվի։ Զրուցակիցս մի քանի տարբերակներ առաջ բերում, թե ինչպես կարելի է ջրային տարածքների, գետերի, լճակների կամ ջրամբարների հարակից տարածքներում ապրողների համար անվտանգային գոտի ստեղծել։ Օրինակ գետերի երկայնքով, որոնց մոտ են բնակելի տները, կարելի է մետաղական պատնեշներ, ցանցեր տեղադրել։ Արժե, որպեսզի գետի երկայնքով լինեն որոշակի պատնեշներ, հա, ասենց ասած, դրանք կարող են լինեն, այսինքն ինչ որ մետաղական կոնստրուկցիաներ, շատ թեթև, տեսողության, այսինքն տեսքը, այսինքն մի քիչ խեղաթյուրող, բայց անվտանգ, հատկապես այն տարածքներում, որտեղ բնակելի տներ են առկա եւ կարծես թե գյուղացիները չէին համաձայնվում եւ ասում էին, բա ոնց գետահոսում, միգուցե ինչ-որ մեկը գնում է լողանում է։ Այսպիսի իրավիճակներում կարևոր է նաև, որ համայնքային իշխանությունները եւս ուշադիր լինեն։ Արտակարգ պատահարների մեծ մասը տեղի ունենում այն ժամանակ, երբ բնակիչներն իրենց սոցիալական խնդիրներն են ցանկանում լուծել։ Մարդիկ գետերում, արգելված տարածքներում ձկնորսությամբ են զբաղվում։ Մի փոքր անզգուշությունը կարող է ճակատագրական լինել իրենց կյանքի համար։ Եթե մենք ուզում ենք մեր գետերը ծառայեն իրենց նպատակին, ապա հենց տեղական քաղաքականությունը պետք է այդ ամբողջ անվտանգությունը ապահովի, այսինքն տեղական իշխանությունները պատասխանատու լինեն այդ անվտանգությունը ապահովել եւ ինչ որ մի հատվածում հարմարավետ, այսպես ասած,
հանգստյան գոտի ստեղծեն համայնքային նշանակության եւ նշանակեն այնտեղ պատասխանատուներ։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիները ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ են մտնում ջրային տարածքներ, ծովը ծնկներից է դառնում, խեղդվելու հավանականությունը բարձր։ Գերագնահատում են իրենց ուժերը, լողանշաններն ասում են ավելի խորը հատվածներ են լողանում։ Չեմ պատկերացնում մոտորանավակի, ասենք օղաշրջման հետևանքով իշխանություններն այդպիսի դեպքեր են շատ լինում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամռան ամիսներին, երբ արձակուրդային շրջան է, երիտասարդներին, անչափահաս երեխաներին ավելի շատ գետերին, լճերին, հարակից հանգստի գոտիներն են ձգում։ Մասնագետները չեն դադարում հորդորել հատկապես ծնողներին լինել ծայրահեղ ուշադիր, թույլ չտալ, որ լողալ չիմացող երեխաները գետերը, լճերն ու ջրամբարները մտնեն, լինել չափազանց զգոն։ Գետ մեկ ակնթարթ անուշադրությունն ու աչքաթող անելը կարող է խիստ ծանր արժենալ ու ճակատագրական լինել ձեր ու ձեր երեխայի համար։ Փոքր երեխաներ, որ ծնողի անուշադրության հետևանքով կորել շատ են, որ կորում են։ Պետք է միշտ զգուշավոր լինեն եւ այո, եթե երեխա է, առանց ուշադրության չպետք է թողնել տվյալ տարածքում, հատկապես երբ որ մենք տեսնում ենք վերջին դեպքերը։ Այս տարվա ամենաողբերգական դեպքը ցնցեց ամբողջ հանրապետությունը։ Մարմարի գետի հարևանությամբ գտնվող տներից մեկի հարակից տարածքից 2 տարեկան Տիգրանը անհետացավ։ Տունա գնացա, գետի կողմնա գնացա, թես կողմնեկը ոչ մի տվյալներ չունեն։ Հնարավոր է գետն էլ լինի, հնարավոր է գողացած էլ լինեն, շատ հնարավոր։ Երեխեքներ կսում են ստեղ խաղալ չէ։ Քուր եւ ախպեր, հա։ Եկեն քուրն տունա գնաց, ախպերը մնացած ստեղ խաղալ։ Հա։ Ու անհայտած 20 օր շարունակ փրկարարներ ամբողջ Մարմարի համայնքը փոքրիկ Տիգրանին էին որոնում։ Բոլորի համար առեղծվածային էր արտակարգ այս պատահարը։ Ինչպես էր անհետացել տղան, ոչ ոք չէր նկատել։ Հարևանությամբ գտնվող շենք-շինությունների, օբյեկտների տեսախցիկներն էլ չէին ֆիքսել Մարմարիկի շրջակայքի անցուդարձը։ Խանութների կողմից այս կողմը չի ֆիքսվել։ Իսկ ինքը աշխուժ երեխա էր, այդպես։ Հա, ճարպիկ երեխա էր։ Այստեղ գետ չէր ասի ինքը։ Բնականաբար էլ դրի առաջ է թար։ Տիգրանենց տնից 100-ից 150 մետր հեռավորության վրա է Մարմարի գետը։ Ինչպես էր կարողացել 2 տարեկան տղան միայնակ գետի ափ հասնել, շրջանցելով հորն ու պապիկին, որ վերջիններս ոչ մի կերպ չէին տեսել երեխային։ Այդ օրվա ականատեսը փոքրիկի հետ եղած 4-ամյա քույրն է եղել միայն։ Առաջացել եմ դեպի տուն, կինս դուրս է եկել, հարցրել է երեխան, բա ուր է, ասել եմ երեխան եկել է տուն։ Ստե գործանելուց եկել։ Ես ախտել երեխան առաջացել է դեպի այն, ուշադրություն չեմ դարձրել։ Տիգրանին անտառներում էլ փնտրեցին, օր ու գիշեր անդադար որոնեցին։ Այս միջև վերջ գետի ամբողջ երկայնքով միջև ջրամբար փնտրում ենք էլի։ 20-րդ օրն էլ երեխայի մարմինը գտնելու մասին բոթը ցնցեց հանրապետությունը։ Ջուրն էր տարել երեխային։ Շաբաթ օրը ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարները Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։